Արագածոտնի մարզի Փամբակի եւ Արագած լեռների միջի գոգավորությունում է գտնվում Վարդաբլուր գյուղը։ Հեռավորությունը մարզկենտրոնից 48 կիլոմետր հյուսիս-արևմուտք է։ Հունիսի 27-ը գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի օրն է, գյուղացիների համար նաև իրենց գյուղի տոնը։ Համայնքի բնակիչները, այլ քաղաքներում ապրող համագյուղացիները միմյանց շնորհավորելով մեկտեղվեցին Սուրբ Դանիել եկեղեցու շուրջ։ Եկեղեցու մասին շատ տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ մշտապես աստվածպաշտության վայր է եղել։ Զանգակատունն է նոր, կառուցվել է 2014 թվականին Սևակ Ալեքսանյանի բարերարությամբ։ Մեր եկեղեցին Սուրբ Դանիելը շարունակությունն է մեր Մշո Ուլանախ գավառի Սուրբ Դանիել եկեղեցու, որտեղից բերվել է մասունքներ ու հիմնվել է մեր մոտ Սուրբ Դանիել եկեղեցին, իրոք ունի ինքը հզորություն։ Կոնկրետ իմ կյանքում շատ մեծ փոփոխություններ է ինքը տվել։ Ես իր հետ խոսում եմ զուտ որպես կենթանի արարած, կենթանի սուրբ, որ ցանկացած հարցում երբ դիմել եմ, խնդրել եմ, որևէ օգնությամբ ու ստացել եմ ես իրանից։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի էր բերվել Գրիգոր Լուսավորչի մասունքը։ Մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Վարդաբլուրի ու շրջակա մյուս համայնքների հոգևոր հովիվ Տեր Հայկ Քահանա Քոչարյանը։ Դանիել Մարգարեի եւ 3 մանուկների Սեթրակի, Միսակի եւ Աբեդնակովի հիշատակության տոնը հայ առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցում շարժական է։ Այս տարի այն հունիսի 23-ին է նշվել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեր հավատի հոր մասունքն է, որ պատիվը ունենք այս պահին մեր եկեղեցում ունենալու եւ խորհրդանշական է սա նաեւ։ Շատ հետաքրքիր էր, որ այս օրը համընկավ Սուրբ Տրթատ Թագավորի Աշխեն Տիկնոջ եւ Խոսրովադուխտի հիշատակության օրվան։ Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի օրը Սուրբ Դանիել Մարգարեի հիշատակության օրն է, որը 3 շաբթի էր, ամսի 23-ին։ Բայց ժողովուրդը ուզեց, որպեսի ավելիով մասնակցի եւ շաբաթ օրը կարողանանք տոնախմբել եւ որոշել էինք արդեն, որ Գրիգոր Լուսավորչի մասունքը պիտի բերենք եւ համընկավ հենց Տրթատ Թագավորի Աշխեն Տիկնոջ եւ Խոսրովադուխտի հետ, այսինքն անմիջական այն անձերի հետ, որոնք կապ ունեն Գրիգոր Լուսավորչի հետ։ Եթե ճիշտ ընկալելու լինենք, Գրիգոր Լուսավորիչն է, որ այս պահին այցելել է մեր եկեղեցի մեզ հետ տոնախմբելու Սուրբ Դանիել Մարգարեի հիշատակության օրը։ Եվ նորոգությունը, եւ բժշկությունը, եւ մխիթարությունը, եւ առաջնորդությունը ընդամենը նույնիսկ իմանալը, որ կամ գիտակցել է, որ Գրիգոր Լուսավորիչն է, որ մեզ այսօր այցելել է։ Պատարագիչ քահանան խոսեց քրիստոնեական կյանքի, աստվածպաշտության, խոնարհության մասին, հորդորեց արժանի հետնորդները լինել Գրիգոր Լուսավորչի ու Դանիել Մարգարեի։ Սուրբ պատարագի մասնակցելու համար Վարդաբլուր էին եկել հավատացյալներ հեռու ու մոտ բնակավայրերից։ Շատերը եկել էին մասնակցելու հայրենի գյուղի եկեղեցու տոնակատարությանը, շատերն էլ բացահայտելու Սուրբ Դանիել եկեղեցին ու Վարդաբլուր համայնքը։ Մարդիկ հաղորդակցվեցին մասունքից բխող զորությանը, մասնակցեցին խոստովանության կարգին, հաղորդություն ստացան։ Մենք եկել ենք Արմավիրից։ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հավատացյալներից ենք։ Մեր երիտասարդական խումբը միշտ էս մեր ծերերին շատ լավ է նայում, որտեղ դե մենք չենք կարա իմանալ Facebook-ը, էս ինչ են, ինչը իրանք նայում են այդ լուրերը ու մեզ հաղորդում են։ Այսօր էս իշտեղ է, էս ինչ եկեղեցու տոննա բացումա կամ Սուրբ Մաս են բերելու, բայց որ ասեցին, վայ, Աննա ջան, ոնց թե մեր Հայաստանում Դանիել Մարգարեի անով եկեղեցի կա ու մենք չգիտենք։ Հետո ինքը նայեց, ասեց, որ ապարանի գյուղերից է։ Մարդիկ շատ բան չգիտեն, բայց քահանան, եթե գան միշտ այցելեն, շատ բան իրանց կսովորացնի։ Օրինակ, իմ երեխաները ամեն շաբաթ մասնակցում են եկեղեցական դասերին ու լիքը բաներ են սովորել։ Վարդաբլուր համայնքում գործում է Լույս Մանկանց ծրագիրը։ Այս ծրագրի շնորհիվ երեխաները Սուրբ Գրքի պատմություններ են ուսումնասիրում։ Միաժամանակ տարբեր հմտություններ են ձեռք բերում։ Աստվածաշնչյան թեմաներով նրանց ձեռքի աշխատանքները ցուցադրվեցին եկեղեցու բակում։ Տոնակատարության մասնակից երեխաները կավագործության վարպետության դասի մասնակցելու հնարավորություն ունեցան։
Վարդաբլուր համայնքում Սուրբ Պատարագից հետո մատաղ ճաշակեցին։